Մենք ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի տունը միացած տեսեք մեր ձեռքերը ինչքան երկար է, արդարության ձեռքերը երկար է, ժողովուրդ ջան, այնքան երկար է, որ մենք Միացյալ Նահանգներում բռնագանձել ենք տվել Գագիկ Խաչատրյանի տունը, վաճառքի է հանվել այդ տունը եւ գնի 70%-ը հիմա փոխանցման գործընթացի մեջ է Հայաստանի պետական բյուջե, ինչի 70 Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի մասին ես 2021 թվականին կապանում խոստացա, որ ժողովուրդը բաժնեմասա ունենալու եւ մենք բաժնեմաս ունենք ԶՊՄԿ-ում եւ 2018-ից 2025 թվականը ԶՊՄԿ-ն 300 միլիարդ դրամ ավել վճարում է արևպետական բյուջե, քան նախորդող 8 տարիների 300 միլիարդ դրամ Այս են գումարներն են, ժողովուրդ ջան, որ նախկինում հոսում էր քրեական օլիգարխիայի գրպանը, այսօր այդ գումարները մտնում են ձեր գրպանը եւ դառնում են թոշակ, դառնում են առողջության ապահովագրություն, դառնում են դպրոց, դառնում են մանկապարտեզ, դառնում են փողոցի լուսավորություն, դառնում են նորոգված տանիք, դառնում են գազաֆիկացված շենք, դառնում են ջրամատակարարման համակարգ Եվ այլն, դառնում են ամֆիթատրոն, այս ամֆիթատրոնն էլ է այդ փողերով իրականացնել։ Եվ սա է իրական Հայաստանը դրա մասին է, ավելին ասեմ, այդ փողերը դառնում են, հասնում են նրան, որ այսօր Հայաստանի բանակում 700,000 դրամ աշխատավարձ ստացող շարքային պայմանագրային զինծառայող կա։ Հայաստանում մարդիկ Թորը, մարդու թորը, ասում իմ թորը, հլը թորը ինձի, որ ինձ ավտանգվի է։